Հավատում եք, որ Սամվել Կարապետյանի թիմակից կանայք ձայներ ստանալու համար բարեգործության արգելքը խախտել են։ Այո, այո։ Չեմ կարող ասել։ Հավատում եք դուք դրան։ Ինչ ասեմ։ Այս վիճակով ամեն ինչն է կարելի հավատալ։ Ճիշտ ասած, չէ, քաղաքականից հեռու եմ։ Իրականում տեղյակել չեմ։ Ճիշտ են արել, այո, խախտել են։ Միանշանակ։ Կաշառք բաժանելը դեռ ոչ մեկին օգուտ չի։ Այդ որ ձայնագրություն կար հա բանի մեջ։ Հա չէ չեմ հավատում, չէ։ Այսօր ամեն ինչ հնարավոր է սարքել։ Միգուցե դա սարքած է հերթական։ Մենք էլ չենք հավատում այդ ձայնագրությանը, ինչ ճիշտն է, ճիշտն է։ Ես տեղյակ չեմ ոչ մի բան, կաներեք։ Չեմ կարող ձեր հարցին պատասխանեմ, չեմ խորանում այդ հարցերով։ Ամեն ինչ լավա լինելու։ Թող ժողովուրդ ապրեն, խաղաղություն լինի, ամենակարևորը դա է։ Ինձ տենց հատվում։ Սենց որ նայում ենք սաղ չոտկի է։ Սենց էլ թող շարունակի։ Հավատում եք, որ Սամվել Կարապետյանի թիմակից կանայք ձայներ ստանալու համար բարեգործության արգելքը խախտել են։ Չգիտեմ, ես չեմ ուզում որ ինքան տեղ։ Ես տեղյակ չեմ։ Ես թվում է խախտել են, գիտեք ինչու։ Միջև այդ իրան ոչ բան միջև նախընտրական չէին անում, բայց հենց նախընտրական շրջանը սկսվեց, այդ գործընթացը սկսվեց։ Բոլորն են դա անում, իրանք բռնվել են։ Ես տես կամ բոլոր միշտ էլ ամեն ընդդիմադիրը տենց անում։ Բայց ինձ թվում է խախտել են եւ թող չասեն որ ինքը կերակրող մայրը իրանք չնստի օֆիսում այդ գործերը անի, ոնց որ 18 տարեկան երիտասարդներ են, ավտոբուսի երիտասարդները։ Ինձ թվում է խախտում աղել է, բայց ինձ թվում է պետք է մի քիչ այդ կնոջը տենց չպատժեն։ Բայց որ խախտում է։ Ես շատ ընտրություններ ուրիշներն են խախտում, բայց հիմա բռնվել են, հիմա փաստը բռնվել են, պետք է պատժվեն։ Դամա եթե մի անգամ չպատժես, վերջո երբ որ գան ընտրությունների, բոլորը ավելի ակտիվ կսկսեն գործեր անել, այն վաղ չեն հասցնի ով ում բարեկամն որ գտնեն։ Ինձ թվում է պիտի պատժեն, բայց մեղ։ Եթե տենց հանգամանքան ինքը ինչ որ կերակրող մայր է եւ այլն։